Գրաֆիկական պլանշետ թե iPad, որը ընտրել, արի միասին հասկանանք։ Գրաֆիկական պլանշետները բազմազան են, տարբեր բրենդերի են լինում և 20-30 հազար դրամից սկսած կարող ես ունենալ գրաֆիկական պլանշետ, հիմնականում համակարգչին միանում են լարով, բայց իրենց հետ ունեն ներկառույց գրիչ, որով էլ կարող ես միանգամից աշխատել, սովորաբար առանց էկրանյա, բայց կան տարբերակներ նաև էկրաններով։ iPad-ը թանկ է, բացի դրանից iPad-ի համար պետք է գնեք նաև Pencil, որի առրեքը 50-70 հազար դրամ կարող է լինել, կախված թե որ մոդելն եք նախընտրում։ Պետք է ներբեռնեք կամ Adobe Fresco, որը նման է Photoshop-ին, կամ աշխատել Procreate ծրագրով։ Եթե դու ուղղակի ուզում ես iPad, բայց ամբողջ օրը դնելու ես սերիալ ես նայելու, դա անիմաստ ծախս է լինելու և հետևաբար կարող ես սկսել մատչելի տարբերակից, գնել գրաֆիկական պլանշետ 20-30 հազար դրամով և սկսել դրանով աշխատել։ Բայց եթե դու ամեն օր նկարելու ես, պատրաստվում ես լրջորեն խորասուզվել թվային արվեստի մեջ, iPad-ը կարծում եմ պարտադիր պայման է։ Ես ինքս սկսել եմ գրաֆիկական պլանշետից 2008 թվականից և ընդամենը 1.5 տարի առաջ գնեցի իմ առաջին iPad-ը։ Կարծում եմ բավականին օգտակար եղավ և դու էլ հասկացար, քեզ իրականում iPad պետք էր թե չէ։